քաղաքականություն որպես քաղաքացի, երբ որ պետք էր դուրս գալ փողոց, միկրոֆոնի մոտ դուրս եկանք, երբ որ պետք էր գնալ շարքային լինել սարերում, քանի դեռ բանակ կսարքեն, էտել ենք արել, կուսակցական քաղաքական դիրքորոշումս կարծեմ բոլորին հայտնի է, ես անկուսակցական եմ, մի խորին համոզմամբ, որի մասին եթե հարցնեք հետարքիրնի կասեմ, ունեմ իմ իդեան, որ ինձ գրավում է, դա ցեղակրոն դավանանք, ցեղակրոն միաբանություն, ունեմ ուղեցույց որպես քաղաքացի, թե որ կուսակցություններն են ինձ համար գոնե ընդունելի, նախ այսօր կուսակցությունները արդեն ստեղծում են ծիծաղելի է, չեմ ուզում այդ բդեշխա փանջունիական դեմոկրատիայի մասին խոսել, ով ունի փող, որոշում է ստեղծել կուսակցություն, ով օլիգարխ է ուզում է անպայման ունենալ մանդատ, որ պաշտպանի իր օլիգարխ, դա պարզ է բոլորի, կարևոր է դա գաղափարական հենքը։ Եվ կա այդ հենքը, ուրեմն ես համակիր եմ որպես քաղաքացի գոնե այդ կուսակցությունը, ինչ որն է դա, ազգային պահպանողական լիբերալիզմ։ Որպես արտիստ ես ինձ համար այս պարագայում ինձ ակնհայտ է, ովքեր են այդպիսին, հանրապետականը, նախ հանրապետականը, որտեղ այնտեղ է իմ կենսագրության մեծ մասը, իմ նահատակ ընկերները, հանրապետականը, որտեղ այնտեղի քաղաքական գործիչներից շատերը գոնե 20 տարի է պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ են դարձել, եւ որտեղ այո նրանք այս պահպանողականության ու ազգայինի հենքի վրա են եւ չեն փոխվում, դաշնակցությունը, որը նույնպես այդ հենքի վրա է, եւ հիմա երևի ժառանգությունը այդ կոնգրես ասացի պահվածքը, խաղերը եւ այդ դրան ես ընդհանրապես երևանյան սլենգով քաղաքական մուտիլովշիկություն կասեմ, որտեղ այդ քուչայական արդեն քաղաքականությունը, որտեղ կարելի է այնքան ցինիկ լինել իդեմս Հրանտ Բագրատյանի, որ ասել մեր ժամանակ ամեն ինչ արել էինք, ամեն ինչ լավ էր, մոռանալով, որ նա դառել էր մեր երկրի դիետոլոգը, որ մեզ ասում էր 2 ձյուն կերեք, 1 կերեք, կհերիքի, ազգային ժողովի, երբ որ ասում էին, որ ինչի լույս չունենք, ասում էր, որովհետև ասում էր մենք ամեն տարի ծախսում ենք այնքան փող էներգետիկայի վրա, ստիպված եմ հիշեցնել, որովհետև չի կարելի սենց խաբել ժողովրդին ու ցինիկաբար դառնալ հերոս ու ազգի փրկիչ։ Դու արդեն եկե փրկել ես մի անգամ ազգը, գոհ ենք, մի անգամ դեմոնտաժել եք հենց քո իշխանության ժամանակ ամբողջ ծանր արդյունաբերությունը, հետո հայտարարել եք, որ ամեն տարի այնքան փող եք ծախսում լույսի վրա, որքան որ սովետական ժամանակ իր բերնով ազգային ժողովում է ասել։ Ասել են, բա լույսն ուր այնչի ենք մտի մեջ մեռնում, ասել է, որտեղ բոլորը լույսը գողանում եք։ ԼՏՊ-ից խոսեցի ու մոռացա, որ ասում եմ թշնամիներ չեն, որ ասում եմ ես պետականամետ եմ։ Այն ժամանակ իմ թշնամին ինձ համար եղել է այդ ամբողջ կուսակցությունն ու իշխանությունը։ Իրեն գլխավորությամբ Մեկը չի կարող հիշել, որ այդքան տարվա մեջ ես մի անգամ ասել եմ այն նախագահը, այն Լևոնիկը, որտեղ ընդհանրապես անունը չեմ տվել, ասել եմ սիստեմը, ուրիշների անունը, ինչի, որտեղ ես ուզել եմ որպես քաղաքացի հարգեմ իմ նախագահի ինստիտուտը։ Այնքան են լկտիացել ու ընկել փողի ու այդ սուտ ռեյտինգի հետևից, ազգին էլ ուզում են տանեն այդ կողմ եւ ես դրա դեմ սկզբունքորեն այսա մշակութային քաղաքականության խնդիր է կռվողներից մեկն եմ, որ իրենց հարևան բարեկամներին են բարձում 5000-ով սերիալում։ Արդյունքում ես վերջերս պատահաբար պահել եմ, կներեք իսկապես վրդովմունքից չեմ հիշում կանալը։ Երկու աղջիկ գողական բազար էին անում։ Լսում ես աղջի ինչի վրիցս։ Այսինքն ես հասկացա, որ այդ սցենար գրողը իրենց բակում միջև մեքենայից իջնում է, իմացել եմ մեքենա էլ ունի բան այնց չաղ սցենարիստուհի է, վաստակում է սցենար գրելով, 5 րոպե միջև տուն գնա, այդ օրվա փողոցում ինչ լսում է, որ չմոռանա վազում է տուն գրում է։ Եվ դա լինում է սցենար։ Այստեղ մեղավոր է նաև բուհը, բուհի կրթական, էթիկական կոնտենտները, հենքերը, Եվ ես մի բան կարող եմ խոստանալ, որ գոնե չափորոշիչները կլինեն ընդհանուր, որ գոնե արդարության ինստիտուտը կգործի բոլոր ուսանողների համար։ Ես չէի խոսում, որովհետև կարծում եմ, որ Աշոտյանը այս դեպքում երևանյան սլենգով պատձերշկի կարիք չունի,
որտեղ ի պաշտոն է, որքան ես պատկերը հասկանում եմ ինքս լինելով ռեկտոր, նա ոչ մուրալ հանում, ոչ ղաստիություն է անում, իր օրենքների չափի մեջ է։ Երբ որ ես գիտեմ, ստիպված եմ ասել, որ ես էլ եմ ռեկտոր, մարդը մի տարվա մեջ 55 կոմանդիրովկա ունի որպես ռեկտոր կամ չգիտեմ եվրոդիտորդ, մի հարցածակ։ Դու աշխատանքի օրենքի մասով ժամերի քանակով իրավունք չունես լինել ռեկտոր, որտեղ քո ժամանականակը ինստիտուտում ներկա լինելու իսկ պետականորեն պայմանավորված է։ Այն որ լսում եմ, որ այնովա որ ինձ հանի, այդ պոպուլիստական, ընդհանրապես հիմա չստացվի, ես Զոլյանի մասին ունեմ իմ անձնական կարծիքը, որը բոլորը քաղաքում գիտեն, ես նրան չեմ բարևում, վաղուց։ Ինչու դա իմ ներքին ու իր ներքին խնդիրներն են։ Ունեմ կարծիք, որ բոնապարտիստ է, փոքր ժամանակ Մանֆրեդ Տարելը է կարդացել, երևի փողոցում մի քիչ շատ են ճշել, հենց դարել է ռեկտոր, այդ երկիրը կառավարել է որպես այտենց իմպերատոր, շատ էմպիրիկ, շատ ինքնաբավ ու հիմա էլ երևում է, որ այդ ասում, լավ եմ անում, ես եմ։ Այդ իր բնավորության գիծն է երևի, բայց այս պարագայում ես նայում եմ կողքից քաղաքական ու քաղաքացիական եւ կոլեգիալ գնահատական եմ տալիս։ Եթե ես լինեի այն ռեկտորը, որը որոշել է Աշոտյան քաղաքացուն կներեք անպատվի, հավի անկասի կամ կարծիք ասի, ես առաջինը կգրեմ դիմում, կազատեմ ինձ ստորադաս լինելու պետական համակարգի, այդքան կհարգեմ գոնե պետականությունը, ու հետո ինչ կուզեմ կասեմ, եթե ես դա չեմ անում, կնշանակի ես մտածված արդեն քաղաքականություն եմ անում, ճիշտ հասկանանք իրար, այդ աթոռից ես անպատվում եմ, ափրցփր ու բավականին, ես իրան այդքան տղամարդ չգիտեմ, ես այսքան տարի չեմ տեսել Զոլյանին փողոցում տենց տղայավարի խոսացող, հենց տպավորություն է, որ մեջքին բան են արել, դոպինգ են սրսկել, ինչ են արել, դուխ արել, դա իր բնավորությունը չի, ես չեմ հավատում դրան, երկրորդ պատճառը, որ դա քաղաքականացված է